Դիտարկենք Արցախի հիմնահարցի լուծման որթևին բանակցային փաթեթներ ա եղել, Արցախի հիմնահարցի ծագումը ու հայության մեր համար ինչ լուծման տարբերակ պետք է լիներ, որ կարելի է ամեն ձև վիժեցրեց։ Նայած չի 94 թվականից հետո, որ մենք խախանդ ենք ապրել, եթե 89-ից 94 թվականը մենք տվել ենք 6700 զոհ, ապա 94-ից մինչև 2020 թվականի ամառը 8800 զոհ ենք մենք ունեցել սահմանին Թուրքի կրակոցից 8800 զինծառայողաց ողել, դա մարտական բանակում դժբախտ պատահարներ, սպանություն, այնտեղ զենքի այդ ամենը կրիմինալ է չհաշված 8800 զոհ 94 թվականից այս կողմ մինչև 44 օրյան մենք բանակում Թուրքի կրակոցից զինծառայողի զինվորի զոհում ենք, նայած չի մենք խաղ ենք ապրել, դա հաղթանակած նախագահներին նախ ինչպես է ծագել Արցախի հիմնահարցը, երբ որ ցարական Ռուսաստանը եկավ օկուպացրեց Հարավային Կովկասը, սա 1780-ական թվականի Հարավային Կովկասի քարտեզն է, Երևանի խանություն, Նախիջևանի, Ղարաբաղի, Շամխորի, Քութայիսի թագավորություն, Հարավային Կովկասը օկուպացնելուց հետո ստեղծել է գուբերնիաներ, Բաքվի գուբերնիա, Ելիզավետապոլի, Երևանի, Քութայիսի, Թիֆլիսի, Քութայիսի, այս է Կարսի մազնը, ընդամենը ռուսը առաջնորդվել է 1 միլիոն բնակիչ շրջանակում և այս գուբերնիաները ձևավորվել է 1 միլիոն մարդու շրջանակում գուբերնիաներ, իսկ այդ օբլիստներն են մարզերը 100-150 հազար բնակչի շրջանակում է ձևավորել, եթե մենք նայենք այս քարտեզը, ստեղ Երևանի գուբերնիան է, երևում է, որ Նախիջևանը մերն է, Սուրմալունը Անգորբանով, Նախիջևանը մերն է, բայց Սյունիքը Արցախը Ելիզավետապոլի գուբերնիայի մեջ է, որտև 1 միլիոն մարդու շրջանակում ցարական Ռուսաստանը գուբերնիաներ է կազմել, այդ պայմանագիրը հետո կնքվել է Լենին-Քեմալ պայմանագրով, այդ սահմանը, այսինքն մենք ռուսի գծած սահմանը լկտիություն ենք ունեցել, ոտոձգենք, քանդենք, մեր ազգային շահը առաջնորդենք, դրա համար մենք պատժվել ենք, 88 թվականի Ղարաբաղյան շարժումը որպես այդպիսին դա Լենին Գորբաչովի ու Անդրոպովի կլանը, Բրեժնևի կլանի դեմ պայքարի շրջանակում էր, որտեղ Վազգեն Մանուկյանը 95 թվականի ամառը լինելով դասախոս, այդտեղ կառավարական ենթակայության տակ այդ Իջևանի գրողների, նկարիչների միությունները գիտնականներին հավաքում էր, ժողով էր անում, հիմա հնարավոր է ինչ-որ դասախոս Նիկոլի դեմ գործընթացներ անի կառավարական դաչաներում, կառավարական ենթակայության տակ գտնվող տարածքներում, բացառում, այսինքն դա պլան է եղել, այդ ազդեցիկ կլանների միջև պայքարով, ոչ այնտեղ պահել են տեղական մասշտաբով և այդ ամենը հրահրել են, 85 թվականից այդ գործընթացը եղել է, 87 թվականի ամառը արդեն Վազգեն Մանուկյանը ավելի ակտիվ է եղել, 87 թվականի աշունը Ղափանում, այնտեղ տեղացի ազերների հետ ինչ-որ կոնֆլիկտ ալնում, որը Բաքվից ազերներ են գալի, ավելի են սրում, հայերին տպում են, հայերը ազերներին են տպում ու տեղի ազերներին տեղափոխվում են Սումգայիթ 88 թվականին, այդ Սումգայիթում էլ այդ կրիմինալ քաղաքը ավելի շատ, ոնց որ մեր առաջին մասը, երրորդ մասը այդ տիպի ոնց որ քաղաք լինի Սումգայիթը, հրահրվում է այդ փախստականներով, այնտեղի կրիմինալներով, այնտեղ հայերի ջարդը 88 թվականի այդ մեր Երևանի այդ հսկայական միտինգներից հետո փետրվարի 20-ին միտինգն ալում, փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերն ալում, հետո այդ ամենը տենց գնում է, 89 թվականին մի հատ սկսվում է հարակվե է լինում, Արցախ միանում է Հայաստանին, հարակվե, որը հաստատվում է Ստեփանակերտի Երևանի խորհրդարաններով ու Սերո Խանձատյանը, Սիլվա Կապուտիկյանը այդ պայմանագրերը վերցնում են 88 թվականի նոյեմբերի կեսին, գնում են
Մոսկվա Գորբաչովի հետ հանդիպման։ Գորբաչովը դե արդեն խառն ալնում, որտեվ արդեն Ալիևին Գորբաչովը ձերբակալած ալնում, Հեյդար Ալիևին, այս մեծ Ալիևին, եւ քանի որ չի մանում ինչ անի, ոնց անի, տնային կալանքա դնում, այնտեղ այն ժամանակ հիշեցնեմ Ալիևը արդեն 85 թվականից Մոսկվայում էր, այնտեղ Անդրոպովի տեղակալ է, KGB-ի տեղակալ եղավ, Անդրոպովը KGB-ի պետն էր, հետո Անդրոպովը որ դարավ երկրի ղեկավարը, դարավ փոխվարչապետ Ալիևը, Մինիստրների խորհրդի փոխնախագահն, հիմիկվա լեզվով փոխվարչապետն է դառնում։ Մի քիչ թեմայից շեղվել, ու առաջի քայլը ինչ որ Ալիևը անում է Մոսկվա գնալով, ինչ անում, Մոսկվայի հայ ծաղիկ ծախողների փորն է տալի, բայց ոչ թե հրապարակավ, գալիս են Հայաստան լցվում են, այնտեղ կոմերցիայի դեմ, սպեկուլյացիայի դեմ պայքարի շրջանակում Արցախյան դաշտով տեղացի թաղային միլիցիայի, տեղացի օպերի ու Ռուսաստանից եկած օպերների, ու Մոսկվայից եկած պոլիտռաբոտնիկների, այն ժամանակ պոլիտռաբոտնիկները ավելի մեծ քաշ են ունեցել KGB-ի հետ, Արցախյան դաշտի բոլոր տները մտնում են, ջերմոցները փրկում են, որ ծաղիկի մաֆիան իրենց ձեռը վերցնեն։ Մետի հիշեցում էլի, ռուսը առաջի անգամ չի ազարի հետ մեր փորը տալ էլի, այս մեր գյուղացիներին, որ ասես մեզ փորն են տալի։ Այսինքն մենք Արցախյան գոյամարտը, որը Բրեժնևի կլանի հրահրած կիլդիմն է եղել, որը որ պիտի Գորբաչովի իշխանությունը թույլատրել եւ դրանով Բրեժնևի կլանի ազդեցությունը մեծացնել, մենք լկտիություն ենք ունեցել անկախության զորացման պայքարը ստեղծենք ու դրա համար մենք պատժվել ենք։ Բայց երկրորդ ամենապատիժային է եղել, որ 89 թվականին, երբ որ Գորբաչովը արդեն որոշում էր Ալիևի ճակատագիրը, մեր միացումը արդեն փաստաթղթավորված ձերով Խանձաձյանը Սիլվա Կապուտիկյանը գնում են Մոսկվա, որ հաստատեն։ Այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ հիշեցնեմ 89 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՇ փոքրամասնություն լինելով անցնում է խորհրդարան, որ իրան են տալի Լևոն Տեր-Պետրոսյանին խորհրդարանի նախագահան ու Վազգեն Մանուկյանին էլ վարչապետը, կոմունիստ մեծամասնությունը նշանակում։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ նոյեմբերի 20-ից հետո ավտոմատը վիզը գցած Էլման Նաիրիտը փակելու գործընթացը, դա մեր սերունդներն են թունավորվում, մեր էկոլոգիան ենք մտածում, այնտեղ երեխեքի վիժեցում ալնում, երեխեքը թունավոր են, են, Նաիրիտը փակում են 650 գործան ֆաբրիկա, սաղ սովետով փակվում է, այդ ընթացքում Հեյդար Ալիևը փախնում է գալի Բաքու, Բաքվից լարում են, գալիս է Ադրբեջանի Հայաստանի սահման Ղազախ, տեղս, հա